Խաղաղության համաձայնագիրը սպառնում է հայ ռազմագերիներին թողնել անօգնական։ CNN-ին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է արել կատարել նախընտրական խոստումն ու միջամտել հարցին։ Ջարեդ Գենսերն ընդգծել է ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի խաղաղության պայմանագրի առաջխաղացման նախապայման։ Հիմա, երբ բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ողջունում են համաձայնեցված տեքստը, ըստ իրավապաշտպանի Հայաստանը պետք է ավելի ակտիվ գործի, տարբեր հարթակներում թմբկահարելով գերիների հարցն ու ահազանգելով նրանց խախտված իրավունքների մասին։ Իրոք դժվար է պատկերացնել որևէ խաղաղություն, հարատև խաղաղություն, եթե մեր գերիները մնում են Բաքվում, այսինքն դա կոնֆլիկտի համատեքստում ազատությունից զրկվել են այս անձինք, մեղադրվում են այն արարքներում, որոնք որ կատարվել են կոնֆլիկտի համատեքստում, ու եթե մենք համարում ենք, որ պարտքու պահանջ, այսպես ասած, չենք ունենալու խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, սա այն հարցերից է, որ պետք է լուծվի մինչ այդ։ Աշխարհի ու Հայաստանի լռության ֆոնին է Բաքուն շարունակում դատական ֆարսը առանց միջազգային որևէ ներկայացուցչի մասնակցության։ Չորեքշաբթի Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանն է հարցաքննվել։ Ըստ Ադրբեջանի իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների, նա ասել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի այսպես կոչված ագրեսիայի ռազմավարական նպատակը եղել է Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Ուժի գործադրման բռնության սպառնալիքի ներքո կամ հարկադրանքի ներքո տրված ցուցմունքներ են, որոնք որ մեզ համար որևէ արժեք բովանդակային իմաստով չունեն։ Ակնհայտ է ըստ Մելիքյանի, Բաքվի իրական նպատակն է այսպես կոչված ապացույցներ հավաքել ոչ թե հենց գերիների, այլ Հայաստանի դեմ։ Ադրբեջանը շարունակում է կամ փորձում է համենայն դեպս կերպար ստեղծել կամ ինչ որ տենց ձևացնել, որ Հայաստանը իրոք ագրեսոր էր, կատարել են բազմաթիվ ինչ որ ենթադրյալ հանցագործություններ, ցույց տալու, այդ թվում նաև միջազգային ասպարեզում, որ Հայաստանը ոչ թե աջակցում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրենց իրավունքների պաշտպանության հարցում, այլ ուներ հատուկ քաղաքականություն, պլան, ու դրա արդյունքում կատարում էր հանցագործություններ ու չպետք է միջազգային հանրությունը, լայն շրջանակները եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվողները Հայաստանի ու հայ ժողովրդի մեջքին կանգնեն։ Այս ֆոնին Երևանը Բաքվի հետ քննարկում է միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելու հնարավորությունը։ Քանի դեռ գերիների հարցը չի լուծվել, իրավական այս գործիքից հրաժարվելը նշանակում է փակել հնարավորության վերջին դուռը։ Արդյոք օրինակ տուժողները հաշտ են այս համաձայնության հետ։ Սա հարց է, որը բաց է մնում։ Այդ հայցերը վերաբերվում են շատ լուրջ մարդու իրավունքների խախտումներին, հազարավոր անձանց, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ոչ միայն արցախցիների մասով է խոսքը գնում։ Մյուս կողմից, սա իրականում մեր պետության, կարծում եմ, նաև իմիջի ու ռեպուտացիայի հարցել է։ Այսինքն, եթե հանձն են առել պաշտպանելու, միջպետական գանգատ ենք բերել, ու սենց կտրականապես հրաժարվում ենք առանց այդ անձանց հետ խորհրդակցելու, դա է իրականում ամենամեծ խնդիրը։ Միջազգային տարբեր կառույցներ Ադրբեջանին կոչ են արել արդար դատաքննություն իրականացնել։ Իրավապաշտպանի խոսքով սա սարկազմի պես է հնչում, որովհետև բոլորի համար ակնհայտ է ինչպես են անցնում դատավարություններն այդ երկրում, հատկապես երբ խոսքը հայերի մասին է։ Ուստի շատ կարևոր է այն արձագանքը, որ այդ մարդիկ Բաքվում պահվում եւ դատվում են ապօրինի։ Մյուս կողմից միջազգային հանրության արձագանքը գոնե փաստում է, որ առնվազն հաշտ չեն Ադրբեջանում կատարվողի հետ։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։